Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, էմոցիոնալ խորը շերտերով, հոգեբանական ծանր ապրումներով և պարզապես շոկային բացահայտումներով լի վերլուծական ու կանխատեսող թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա։ Հարմար տեղավորվեք, որովհետև այսօրվա դրվագները պարզապես գլխի վայր կշրջեն ամեն ինչ։ Ամեն բան սկսվում է ճանապարհին, երբ Սեդան և Նվերը ուղևորվում են իբրև թե Էլենին գտնելու։ Սակայն Սեդայի ներսում կասկածներն ու անհանգստությունն այնքան են խեղդում նրան, որ նա պահանջում է կանգնեցնել մեքենան։ Իջնելով, Սեդան անմիջապես զանգահարում է քննիչին և աղերսում կազմակերպել իր ու Հարութի հանդիպումը, նշելով, որ կենսական կարևորության հարցեր ունի նրան ուղղելու։ Քննիչը, լինելով օրենքի մարդ, մերժում է ֆիզիկական հանդիպումը, սակայն անում է անսպասելի քայլ։ Քանի որ նա հենց այդ պահին հարցաքննում էր Հարութին, միացնում է հեռախոսի բարձրախոսը, հնարավորություն տալով Սեդային ուղղել իր հարցերը։ Սեդայի գլխավոր կասկածն ուղղված է Էլենին։ Նա վստահ է, որ իր կյանքի ողբերգությունը պատվիրված է եղել հենց Էլենի կողմից։ Սեդան ուղիղ հարցնում է Հարութին, արդյոք Գոռը ճանաչում էր Էլենին։ Հարութը տալիս է միանշանակ բացասական պատասխան։ Բայց հենց այս պահին է, որ Հարութի գլխում կայծակնային արագությամբ հավաքվում է ողջ սարսափելի փազլը։ Նա գիտակցում է իր կյանքի ամենամեծ ու ողբերգական սխալը։ Ինքն է եղել Գոռի ինֆորմացիայի գլխավոր աղբյուրը։ Հարութը հիշում է, որ ամեն անգամ, երբ Սեդան ինչ-որ նոր դետալ էր վերհիշում այն դժոխային գիշերվանից և վստահելով կիսվում էր իր հետ, ինքը միամտաբար և անտեղյակ գնում ու այդ ամենը պատմում էր իր ընկերոջը՝ Գոռին։ Հարութը սեփական ձեռքերով է զինել հրեշին, ով, օգտագործելով այդ ինֆորմացիան, միշտ մեկ քայլ առաջ էր գտնվում ու մաքրում էր իր հետքերը։ Սակայն քննիչի սենյակում բացահայտումները դրանով չեն ավարտվում։ Քննիչը նշում է ամենակարևոր, անհերքելի իրեղեն ապացույցը, որը վերջնականապես կապում է Գոռին բռնաբարության հետ՝ Գոռի թևի սպին։ Լսելով այս մասին, Հարութը հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Այն մարդը, ում հետ նա կիսել է հաց, ում համարել է եղբայր, իրականում այն անգութ դահիճն է եղել, ով կործանել է իր սիրելի կնոջ կյանքը։ Հարութի աչքերն արյունով են լցվում, և նրա միակ ցանկությունն այդ պահին Գոռին տեսնելն ու սեփական ձեռքերով խեղդելն է։ Այս ընթացքում Հարութի մայրը, իմանալով որդու ձերբակալության մասին, ապրում է իսկական դժոխք։ Նրա արցունքներն ու հուսահատությունը խոցում են սիրտը, սակայն բարեբախտաբար արդարությունը գոնե մասամբ վերականգնվում է, քանի որ Հարութի դեմ ուղիղ ապացույցներ չկան և պարզ է դառնում, որ նա պարզապես օգտագործվել է Գոռի կողմից, ոստիկանությունը որոշում է նրան ազատ արձակել, մինչև գործի նոր հանգամանքների ի հայտ գալը։ Հարութն այլևս ազատության մեջ է և նա ունի միայն մեկ նպատակ՝ ապացուցել իր անմեղությունը Սեդային և դաժանաբար պատժել Գոռին։ Մինչ Հարութը պատրաստվում է վրեժխնդրության, եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում Նվերի հիվանդագին ուղեղում։ Պարզվում է, Նվերը գաղափար անգամ չունի, թե որտեղ է Էլենը։ Նրա խոստումները, թե իբր տանում է Սեդային Էլենի մոտ, պարզապես էժանագին մանիպուլյատիվ սուտ էր Սեդային իր կողքին պահելու համար։ Նվերի պլանը շատ ավելի ստոր ու նենգ է։ Օգտվելով այն հանգամանքից, որ Սեդան գտնվում է իր մեքենայի մեջ և էմոցիոնալ ծանր վիճակում է, Նվերը փորձում է ստեղծել կեղծ ապացույցներ։ Նրա նպատակն է նկարել կամ ձայնագրել Սեդային այնպիսի դիրքերում կամ խոսակցությունների ժամանակ, որոնք հետագայում կներկայացնի Հարութին, համոզելով, թե իբր ինքն ու Սեդան հաշտվել են, և որ Սեդան միշտ էլ միայն իրեն է սիրել։
Նվերը ցանկանում է հոգեբանորեն վերջնականապես կոտրել Հարութին և նրա հոգում սպանել Սեդայի հանդեպ ունեցած վերջին հույսը։ Ազատության մեջ հայտնված Հարութն էլ հիմա նման է վիրավոր գազանի։ Նա այլևս կորցնելու ոչինչ չունի և գիտի իսկական մեղավորի անունը։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ, արդյոք Հարութին կհաջողվի հասնել գոռին մինչև դատաստանը։ Գրեք ձեր վերլուծությունները մեկնաբանություններում։